Նոյեմբերի 12-ին Երևանում մեկնարկեց Ռոբուստ Արմենիա 2025 կոնֆերանսը, որը կրում էր «Արդյունավետությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագիրը։ Միջոցառման հիմնական նպատակը Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման, արդյունավետության բարձրացման եւ կայուն զարգացման սկզբունքների խթանումն է պետական, մասնավոր եւ միջազգային գործընկերների մասնակցությամբ։ Կոնֆերանսը միավորեց ոլորտի առաջատար փորձագետներին, ներդրողների եւ խոշոր ընկերությունների ղեկավարներին քննարկելու էներգետիկ փոխակերպման գլոբալ մարտահրավերները եւ դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Այս տարվա գործընկերների թվում էր նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունը եւ ամենամեծ էներգիա սպառող կազմակերպությունը։ Ընկերության ներկայացուցիչները կոնֆերանսում ներկայացրեցին իրենց դիրքորոշումը էներգետիկ արդյունավետության, կանաչ փոխակերպման եւ պատասխանատու արտադրության ուղղությամբ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ հանքարդյունաբերությունն անմիջական եւ կենսական կապ ունի էներգետիկ անվտանգության հետ։ Էներգետիկ անվտանգությունը այսօրվա աշխարհում երևի ամենակարևորագույն հարցերից է, որտեղ դա հենց անվտանգության առաջի գրավականերից է ցանկացած երկրի։ Մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ էներգետիկ փոխակերպում անցնում ամբողջ աշխարհը, դա գլոբալ գործընթաց է եւ առանց հանքարդյունաբերության այդ փոխակերպումը պարզապես անհնարին է պատկերացնել։ Ըստ նրա, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջիններից է Հայաստանում, որն իր տարեկան կայուն զարգացման զեկույցներում թափանցիկ կերպով արտացոլում է ինչպես ձեռքբերումներն, այնպես էլ բացթողումները։ Զանգեզուրը կամ ով չգիտի իր համար, Զանգեզուրը Հայաստանի Հանրապետության համար մեկ էներգա օգտագործող կազմակերպությունն է եւ հենց դրանից կախված միգուցե մենք առաջինը պետք է ձեռնարկենք քայլեր, միգուցե նվազեցնենք էներգիայի մեր օգտագործման ծավալները կամ եթե չենք կարողանում նվազեցնենք ծավալները, գոնե վերականգնող էներգիայի օգտագործումը շատացնենք։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանն ընդգծեց, որ էներգետիկան տնտեսության առանցքային հենասյունն է եւ դրա արդյունավետության բարձրացումն անմիջապես կապված է երկրի տնտեսական աճի հետ։ Ամբողջ աշխարհը հազարամյակներ շարունակ եղել է, վառել է ինչ-որ վառելիք, այսինքն դա լինի փայտ, քարածուխ, նավթ, գազ, այդ հազարամյակներից հետո մենք անցնում ենք նոր ինչ-որ մի իրողության, երբ վերականգնող էներգետիկան է լինելու հիմնական էներգիայի աղբյուրը, այսինքն արևային, քամի, հիդրոէներգետիկա եւ դա լրիվ վերափոխելու է ամբողջ աշխարհը եւ բնապահպանական առումով եւ այն առումով, որ երբ որ այդ կետին հասնենք, որ վերականգնող էներգետիկան լինի հիմնական էներգետիկան, ինքը նրա գինը, էներգետիկայի գինը շատ էժանանալու է։ Ջհանյանի խոսքով Հայաստանի էներգետիկ համակարգը դեռ պետք է հարմարվի այս փոփոխություններին։ Ըստ նրա, կան խնդիրներ բաշխիչ ցանցերի պատրաստվածության եւ էներգիայի կուտակման համակարգերի հետ։ Էլեկտրոէներգիան դա փչացող ապրանք է, եթե ցենց պատկերավոր ասենք, ինքը հենց արտադրվեց միանգամից պետքա սպառվի մի ակնթարթում, այլապես ինքը կորում է եւ այդ առումով շատ կարեւոր է կամ ժամանակին, երբ որ արտադրվում է, հասցնել սպառողին այդ ակնթարթում, կամ էլ դա կուտակել կուտակիչների միջոցով, մարտկոցների միջոցով, որ սպառումը եւ արտադրությունը, գեներացիան եւ սպառումը իրար գան բալանսավորվել։ Այդ առումով մեծ խնդիրներ կան եւ Հայաստանում պետք է փոփոխություններ անել օրենսդրական, որ այդ դիսբալանսը, այսպես ասած, սպառման եւ գեներացիայի վերանա, կուտակման ձևով կամ ճիշտ բաշխման ձևով եւ այդ դեպքում հնարավոր է ունենալ շատ հիմնավոր լավ էներգետիկա եւ դա կլինի հիմք մեր տնտեսական գերազանց աճի։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է լինել էներգետիկ արդյունավետության եւ պատասխանատու արդյունաբերության առաջամարտիկը Հայաստանում։ Ընկերությունը ներդրում է նորարարական լուծումներ, նվազեցնելու էներգիայի սպառումը, մեծացնելու վերականգնվող աղբյուրների կիրառումը եւ նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանը։ Զանգեզուրը մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջ առաջի հերթին, որովհետև նա արտադրում է այնպիսի մետաղ ամբողջ աշխարհի եւ Հայաստանի համար, առանց որի փոխակերպումը պատկերացնելը պարզապես անհնարին է, եւ երկրորդը կախված արդեն իր ծավալներից, իր մեծությունից, արդեն այլ պատասխանատվությունների շարք է բացվում, որոնք մենք պարտավոր ենք ուղղակի հետևել։ Ռոբուստ Արմենիա 2025-ի ընթացքում տեղի ունեցավ նաև ինչու եւ ինչպես դառնալ էներգաարդյունավետ, ինչ է իրական էներգաարդյունավետությունը թեմայով պանելային քննարկում, որի ընթացքում մասնագետներն ու
բիզնես ոլորտի ներկայացուցիչները անդրադարձան էներգիայի խնայող օգտագործման արդիական մարտահրավերներին եւ դրա կիրառման լուծումներին։ Քննարկման ընթացքում շեշտվեց, որ էներգոարդյունավետությունը ոչ միայն տնտեսության, այլև ապագայի մտածողություն է։ Այն ներդրում է երկրի կայուն զարգացման, բնապահպանական հավասարակշռության եւ էներգետիկ անկախության ապահովման գործում։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։